անցած ճանապարհին, վերնագրել են գիտուժ, դարձնելով գիտությունը առաջնային գործիք Հայաստանի մրցակցության համար։ Պանելային քննարկումը վարելու է գիտուժի ակտիվ անդամ, սիրելի գործընկեր, The Crowdfunding Formula ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյանը։ Խնդրենք Նարեկը գա եւ կներկայացնի մասնակիցներին։ Ձեզ սիրելի հյուրեր, գիտենք բազմաթիվ երկրներ ցույց են տվել, թե ինչպես իրենք կարող են լուծել իրենց խնդիրները հենց գիտության միջոցով, եւ այսօր խոսելու ենք գիտուժից, խոսելու ենք ինչու եւ ինչպես կարելի է լուծել բազմաթիվ խնդիրներ, զարգացնելով գիտական էկոհամակարգ։ Այդ նպատակով ուզում եմ հրավիրել Ֆիրո ընկերության համահիմնադիր Արամ Ջիվանյանին, Ռոբոմարտ ընկերության համահիմնադիր Տիգրան Շավերդյանին, Early One եւ Lantec ընկերության համահիմնադիր Գևորգ Սաֆարյանին, Tenweb եւ Crisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանին եւ այդ կրթական հիմնադրամի հոգաբարձությունների նախագահ Արամ Փախչանյանին, Արամ Փախչանյանը ոնց որ այստեղ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարգելի հյուրեր, մասնակիցներ, առաջի հարցը ուզում եմ հնչեցնել բոլորին, հերթով կարող եք պատասխանել, դուք բոլորդ շատ հաջողակ եւ զբաղված մարդիկ եք, ինչու միացաք գիտուժին, որն էր այդ պատճառը։ Ամջան, քեզնից կարող ենք սկսել։ Հայաստանում գիտության զարգացման, ավելի ճիշտ զարգացման քայլերի բացակայության հարցը իրականում եղել ու քննարկվել ու գիտակցվել է վերջին, չգիտեմ, 10-15 տարիներին դա անդադ բարձրաձայնվել է, բայց շատ ավելի հստակ ու սուր ոնց որ գիտակցել ու դրվել է մեր 2020 թվականի պարտությունից հետո, որը միանգամից հանդիսացավ ցույց տվեց, որ մենք ժամանակ չունենք ու պետության զարգացման անվտանգային խնդիրների լուծման ամենակարևոր ֆունդամենտալ ու բացակայող էսպային գործիքը դա գիտության զարգացումն է։ Այդ գործի կարևորությունը իրականում ու կարևորության հստակ գիտակցումը երևի միակ ֆակտորն է եղել, որ ինչքան են զբաղված լինես, բայց դա անհրաժեշտ է անել։ Եթե կարճ ես միացել եմ, որովհետև իմ համար այն խնդիրը, որ բարձրաձայնում է գիտուժը, շատ անձնական խնդիր է։ Այն առումով, որ ես շատ եմ ուզում ապրել ու արվել Հայաստանում, ուզում եմ իմ երեխաներն էլ, թոռներն էլ այստեղ լինեն եւ ավելի լավ իրենց երկիր ժառանգենք։ Ու հասկացել եմ, գիտակցություն է եկել, որ առանց այն նպատակների, որ գիտուժն է դնում, մենք չենք կարող դա ունենալ կամ վտանգված կլինի այդ ապագան։ Դրա համար էլ միացել եմ գիտուժին։ Ես մի քիչ կարող եմ պաթոսային հնչի իմ պատասխանը, բայց սերն է հայրենիքի նկատմամբ կոնկրետ, որովհետև երբ որ գիտակցում ես ինչա սերը, պատասխանատվությունը, թե որ ուզում ես որ Հայաստանը ավելի լավը լինի, հասկանում ես, որ դրա հիմքը գիտությունն է։ Եվ դա հասկացել եմ ընտանիքիցս, քանի որ մայրիկս գիտությունների դոկտոր է, պապիկս ուղղություն ինֆորմացիայի տեսության հիմնադիր, երջանկայի շատակ, ու տենց երբ որ տեսել եմ այդ ամեն ինչը, որպես բիզնեսմեն, որպես քաղաքացի հասկանում ես, որ դու ունես անելու, երբ որ տեսնում ես, որ պետք է ինչ-որ մի բան փոխվի, այն վատ իրավիճակը դեպի լավը, այդտեղ առաջնահերթությունները փոխվում են ու ժամանակ կար, որ շատ ավելի շատ ժամանակ ենք ներդրել գիտուժի աշխատանքների մեջ, քան թե հենց մեր բիզնեսի։ Դրա համար ոնց որ հավատով, որ մենք ավելի հզոր ենք լինելու եւ ավելի լավ Հայաստան ենք ունենալու, դա է ստիպել ինձ, դրդել ինձ, որպեսզի ներգրավեմ գիտուժի մեջ։ Իմ շատ ավելի անձնական է, ես մինչև 2014 թվականը գիտական գործունեությամբ էի զբաղվում,
ու հետո երբ որ սկսեցի ստարտափները երկուսն էլ տեխնոլոգիաների վրա են ստեղծվում, արհեստական բանականության մասնավորապես։ Մեր ամբողջ թիմը բաղկացած է սկզբնական թիմը առաջ երևի 20 հոգին, բոլորը գիտնականներ էին, ֆիզիկայի, մաթեմատիկայի տարբեր ուղղությունների PhD-ներ էին ու միայն այդ ինտելեկտուալ հնարավորության շնորհիվ ստացվեց ստեղծել երկու հատ խոշոր ընկերություն, այլապես դա հնարավոր չէր ու շատ կուզենայի, որ դա կրկնվեր, հա, այսինքն ոչ թե լիներ, չգիտեմ, 10 հատ venture-ային ընկերություն, որոնք պոտենցիալ ունեն դառնալու միլիարդանոց ընկերություններ լինեն, հարյուրավոր, հազարավոր, իսկ դրա միակ ճանապարհը հզոր գիտություն ունենալն է։ Ու այդ ցիկլը շատ պարզ է աշխատում, պետք է ունենալ հզոր գիտություն, դրանից հզոր տեխնոլոգիաներ, տեխնոլոգիաներից ստարտափներ, բիզնեսներ, ու արդեն ստարտափներ, բիզնեսները կհզորացնեն տնտեսությունը, այդ ցիկլը նորից կաշխատի։ Այդ է պատճառը, որ միացա գիտուժին։ Ես որ վերջում եմ իմ բախտը բերեց, ես կասեմ, որ բոլոր նախորդների մտքերը իմ գլխում պատտվել են այդ պահին, նույն բաներն եմ մտածել, ինչ որ բոլոր ասացին, բայց նաև մի պատճառ էլ կա իմ մոտ անձնական ժամանակի մենք ընկերներ, երբ որ AIB-ը հիմնեցինք, մեր հիմնական կենտրոնացումն այն է, որ Հայաստանը անցկրթության չունի ապագա։ Դա մենք հստակ տեսանք 2006 թվականին, որ տեսանք, թե դպրոցների մեջ է կատարվում, բայց մեր տրամաբանությունն այն է, որ այդ մարդիկ, որոնք դպրոցներից դուրս կգան եւ գնան դեպի կյանք, նաև կգտնեն իրենց տեղը ապագայում Հայաստանում եւ այդ տեղը կլինի իրենց համար իրենց կյանքի համար հնարավորություն այլ ավելի շատ բան անել երկրի համար։ Եվ ես պատկերացնում եմ, որ կրթության գագաթնակետը, կրթության կրթական ցանկացած կառույցի վերին բարձրագույն չափանիշը գիտությունն է։ Եթե իրենց արտադրած լավագույն ուղեղները դրանք գիտությամբ զբաղվում մարդիկ են։ Մնացածները կարող են գնան Գևորի նման բիզնեսով զբաղվեն կամ ինձ նման կրթությամբ, ես էլ եմ ավարտել գիտական հաստատություն, բայց բիզնեսով եմ զբաղվել հետո կրթությամբ։ Իսկ այն ամենապայծառները մեզանից մնում են գիտության մեջ եւ ստեղծում են գիտությունը, եւ առաջ են տանում գիտությունը եւ առանց գիտության չի լինի ոչ մի այլ բան։ Չի լինի լավ կրթություն, չի լինի կարգին համալսարաններ եւ կլինի անառողջ, սպառող դատարկ հասարակություն, որը իմաստազրկում է եւ իր սեփական գոյությունը, եւ իր պետության գոյությունը եւ ընդհանրապես գոյությունն է իմաստազրկում։ Որովհետեւ այդպես է ստացվել, որ մեր աշխարհաճանաչության հիմքը հիմա բացի հոգու պրպտումներից երկրորդ հիմքը գիտությունն է եւ հոգու պրպտումները մենք կարող ենք տառապյալ բոլորս իրար հետ անընդհատ իրականացնել, բայց եթե գիտությունը չլինի, դրանք կլինեն դատարկ եւ ոչ մի լավ բանի չեն բերի։ Երևի այսքանը։ Շնորհակալություն։ Ուզում եմ Տիգրանին հարց ուղղել։ Տիգրան, կպատմես գիտուժի անցած ճանապարհի մասին, արդեն 3 տարի է գիտուժը գոյություն ունի։ Ինչ խնդիրներ է առաջ քաշել գիտուժը, ինչ հաջողություններ ունի, ինչ արդյունքներ կան, որ դու կհամարես հաջողված։ Մեր ստեղծման պատճառը եղել է նա, որ տեսել ենք, որ չկա գիտակցություն այն աստիճանի, որպեսզի դա իսկապես դառնա գործողություն, հա։ Իսկ չկա գիտակցություն, որ գիտություն եւ տեխնոլոգիաները դրանք կենսական նշանակություն ունեն պետության կառուցման, պետության անվտանգության եւ զարգացման գործում եւ իրականում տարատեսակ ինչ որ տենց փակ հանդիպումներից, քննարկումներից հետո, որը մինչեւ գիտուժի հիմնադրումը տեղի ունեցել, հա, գիտուժ որպես հանրային նախաձեռնություն, մենք հասկացանք, որ այդտեղ պակասում է նաև հանրային կոմպոնենտը, եւ 2021 թվականի օրն եմ հիշում, փետրվարի 14-ին ենք առաջին ոնց որ տենց մեր հայտարարությունով հանդես եկել, դրանից մի քանի օր առաջ, մի շաբաթ առաջ էր, իրականում ոնց որ վերջնական քննարկումը որոշումը տեղի ունեցավ տեխնոտան, եթե չգիտեք, տենց ակումբ կա, տեխնոտան ակամբի հանդիպումներից մեկի ժամանակ, այնտեղ ներգրաված են տեխնոլոգիական համայնքից մի քանի տասնյակ մարդիկ եւ քանի որ բոլորը մասնակցել էին այդ, ոնց ասեմ, փակ process-ներին, հա, որոշեցինք, որ արժի սկսել արդեն հանրային նախաձեռնություն, որը
ոչ միայն նպատակ կդնի աշխատել պետական մարմինների հետ այս խնդիրը լուծելու համար, այլ նաև հանրային կոմունիկացիա տարբեր ձևերով կիրականացնի, մասնապես եւ գիտության հանրահռչակման հարցում եւ նաև ինչ որ կարևոր ոնց որ բանի գիտության եւ տեխնոլոգիայի հարցում քաղաքականության, այսինքն policy իմաստով, հա, ինչ որ որոշումներ որ կայացում են կամ չեն կայացում այդ հարցում ինչ որ դիրքորոշում դրսևորելու համար այս ընթացքում մեր հիմնական երկու ուղղությունը եղել է մեկը այդ հանրահռչակման process-ը, որով մենք փորձում ենք ավելի ոնց որ ամբողջ հասարակության հետ աշխատել, ներկայացնել ինչու է կարևոր գիտությունը եւ տեխնոլոգիաները եւ ինչու է կարևոր պետական ներդրումները այդտեղ շատ համակարգված ձևով, որովհետեւ վերջի վերջո այդ ներդրումները կատարվում են Հայաստանի քաղաքացիների, Հայաստան գործող ընկերությունների վճարած հարկերից հավաքված բյուջեի միջոցով եւ նաեւ ցույց տալ թե ինչու է դա կարեւոր իրենց համար վերջի վերջո, հա, այսինքն այդ մարդկանց համար ում հարկերից գիտությունը եւ տեխնոլոգիան զարգացվում են եւ երկրորդ կոմպոնենտը միշտ ուղղությունը եղել է թե ոնց աշխատենք կառավարության հետ, պետական մարմինների հետ օգնենք, որպեսզի այդ համակարգը ձևավորվի, որի միջոցով մենք մեր պետության անվտանգությունը, զարգացումը կապահովենք հենց գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով, որը հնարավորություն տալիս որ մրցունակ լինել, հա, այդ հարցերում, այսինքն շատ ավելի արդյունավետ լուծել խնդիրները, մրցունակ լինել։ Այստեղ կարելի ասել, որ մենք հանրահռչակման հարցում բավականին ոնց պրոգրես ենք տեսել, հա, եթե 3 տարի առաջ շատ քիչ էին հրապարակումները ընդհանրապես գիտության մասին, գիտնականների մասին, կային մի քանի որ հարթակներ, որտեղ խոսում է դրա մասին, բայց նրանք ավելի տենց ոնց որ մարգինալ ինչ որ երևույթ էր, հա, շատ քիչ էին։ Մենք ամեն տարի տեսել ենք, հետևում ենք, հա, այդ թվերին նույնիսկ ամեն տարի տեսել ենք աճը։ Անցած տարի, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 2000 նյութ է տպագրվել կամ վիդեո նյութ է հրապարակվել եւ այդտեղ նաեւ մի այլ ուրախալի ոնց որ փաստ կար, որ եթե այն ամենասկզբում մենք հաճախ ինքներս էինք գնում ինչ որ տենց հաղորդումների, հրապարակումների մասին ոնց որ գաղափարներ տալիս մեդիաներին, ապա հիմա դա արդեն այդ ֆորմատով աշխատանքը շատ փոքր է, հա, այս ամբողջ թվի մեջ, այսինքն դա արդեն ինստինկտիվ է տեղի ունենում, որտեղ բոլորը սկսել են կարևորել։ Մյուս երկրորդ կարևոր բանը, որ նաև այդ ակտիվության պատճառով այսօր ոնց որ նախորդ պանելի ընթացքում նշեցին, հա, Տիկին Անդրեասյանը նշեց, որ ավելացումը արդեն մոտ 150% տեղի ունեցել գիտության ֆինանսավորման։ Դա հենց դրա սկիզբը հենց դրվեց հենց մեր համայնքի ակտիվության պատճառով, որ մենք եւ հանրային ինչ որ գործողություններ արեցինք, մեր նույնիսկ առաջին այդպես բարձր ինչ որ բեմից խոսալ դա հենց ազգային ժողովում քննարկումների ժամանակ ելույթներն էին, մեր համայնքից մի քանի օք ելույթ ունեցան, բայց հետո նաև տարբեր հարցազրույցներ, նաև աշխատանք իհարկե պաշտոնյաների հետ, այսինքն մենակ հանրայինով չի եղել, մենք շատ ենք իրենց այդ քննարկումներ ունեցել, եւ դա բերեց նրան, որ այս օրինակ մի առաջընթացը տեղի ունեցավ, իհարկե դա այն բոլոր կետերը չեն, որը մենք ի սկզբանե դրել էինք մեր հանրային առաջին հիմնադիր, ասենց ասեմ, պահանջի մեջ, այնտեղ շատ կարևոր էր, որ այդ ավելացումից հետո նաև տեղի ունենա էլ ավելի շատ ավելացում, բայց արդեն կոնկրետ պետական խնդիրների շուրջ, դրա մասին երևի խոսանք դեռ, հիմա դրա մասին չմանրամասնեմ, բայց ոնց որ ինչ որ առաջընթաց կա, հա, այդ մեր պահանջի կետերի շուրջ։ Երևի հիմնականը այս բան արդյունքների սա է։ Շնորհակալություն։ Գևորգ, կուզեմ քեզ հարցնեմ, խոսես գիտուժի նպատակներից եւ առաքելությունից, եւ ինչքանով է այդ առաքելությունը կապված եւ համընկնում քո անձնական նպատակների եւ առաքելության հետ։ Քիչ ասացի, ինքը հարցը նրանումն է, որ եթե մենք ուզում ենք հզոր Հայաստան տեսնել, ապա այն պետք է հիմնված լինի
գիտության եւ գիտելիքի վրա, որը պետք է սնուցի բոլոր այն ոլորտները, որոնք որ ապահովում են մեր զարգացումը, անվտանգությունը եւ իմ անձնական, եթե ոնց որ նպատակներից ասեմ, մոտ 6-7 տարի առաջ իմ համար վերցրել եմ մի նպատակ, որ ոնց որ ես ուզում եմ որպես հայ մարդ աշխատեմ այն ուղղությամբ, որ հայերը երջանիկ ապրեն իրենց հողում։ Իսկ երջանկության մեջ հասկացել եմ, որ հիմնականը դա արարումն է։ Այսինքն որ եթե արարում ես, ստեղծում ես, քեզ երջանիկ ես զգում, որը գալիս է թե ընտանիքի ֆորմատի մեջ արարել, թե որպես աշխատանքային միջավայրում։ Հիմա հավելյալ որպեսզի մենք լինենք հզոր եւ անվտանգ միջավայրում, անհրաժեշտ է, որ հավելյալ արդյունք ստեղծվի։ Ու այդ հավելյալ արժեքը, որը որ պետք է լինի, առանց գիտության կարելի ասել վառ տեսնում ենք, որ այդքան ուժեղ չի լինում, ինչքան որ եթե մենք ինքներս զարգացնենք գիտությունը։ Եվ ցավոք սրտի համակարգային այդ մտածելակերպի պակասը, որ անհրաժեշտ է այս ամեն ինչի զարգացման համար, նույնպես պահանջում է, ասենք, գիտական մոտեցում։ Երբ որ մենք ընդհանուր այդ մշակույթը չունենք այդ կերպ աշխատելու, այդպես մեր գործունեությունը ցավալելու, լինում է տեղային։ Այ օրինակ լսեցինք, օրինակ որ այս պրոյեկտն ենք անում, այն պրոյեկտն ենք անում եւ այլն, բայց այդ ամեն ինչի մեջ, եթե նայեք, ընդհանուր համակարգ չկա։ Դրա համար գիտուժի նպատակն է ընդգծել կարևորությունը այս ամենի եւ գիտուժը կուզեմ ավելացնեմ մի քիչ նախորդ հարցի մի էլեմենտ էլ ասեմ, որ գիտուժը դա մենակ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ չեն։ Գիտուժը մենք հասկացանք, նախաձեռնող խումբը հասկացանք, որ մենակ տեխնոլոգիական ընկերությունների ձայնը բավարար չէր լսելի դառնալու եւ գնացել ենք ծեծել ենք բոլոր միությունների այդ բիզնես համայնքների դուռը, խնդրել ենք, որ մեզ միանան։ Առաջինը բնականաբար տեխնոլոգիական ընկերություններն էին, բայց Մանտաշյանց ակումբը, չգիտեմ, American Chamber-ը, Fast Foundation-ը, ՄԶ ասոցիացիան, շատերը եւ 20-ից ավել բիզնես community, այդ բիզնես համայնքներ միացան որպես հարկատուներ, սկսեցին պահանջել, որ ճիշտ ներդրումներ արվի։ Եվ այս շատ լավ էր, որ այս գիտակցությունը առաջացավ եւ հիմա դեռ խնդիր կա բարձրացնելու գիտակցությունը, որ համակարգը կարևոր է, որպեսզի համակարգային մոտենան ոնց որ համապատասխան այդպես այրերը, որ նախագծեն ներդրում անեն այս համակարգի ստեղծման մեջ, որովհետև համակարգ ստեղծելը իսկապես դժվար է, բայց առանց դրա դառնում է տեղային լուծումներ եւ ասենք համակարգիչ ունենք, բայց ինչի համար է այդ համակարգիչը, ինչպես է ինքը ընդհանուր ծառայելու, ասենք Հայաստանի զարգացմանը։ Դրա համար գիտուժի նպատակն է այս ամեն ինչը ընդգծելը, մեր այս մեծ կոնսոլիդացիայով, այս մեծ միությամբ դրթելը, որ կառավարությունը ավելի ճիշտ քայլեր ձեռնարկի, ավելի նպատակային քայլեր ձեռնարկի եւ այդ նպատակների համար ձևավորի համակարգ։ Շնորհակալություն, Արամ, քեզ կուզեմ հարցնել գիտուժի անելիքների եւ այսպես կարճաժամկետ ավելի նպատակների ու գոլերի մասին, հա, այ մոտակա առաջիկայում ինչ նախաձեռնություններ, ինչ հետարքիր բաներ են սպասվում, որոնք կնպաստեն գիտական էկոհամակարգի զարգացմանը։ Շատ լավ, մինչև անելիքներ իրականում ես կուզեի շատ կարճ այս ակնարկային անդրադառնալ, թե ինչ է արվել ու ոնց է դա արվել։ Իրականում ինչ համեստորեն նշեցին Տիգրանը, Գևորգը, հա, որ մենք հասել ենք մեծ կոնսոլիդացիայի 20 բիզնես ասոցիացիայի հետ, հարյուրավոր ՏՏ ընկերությունների հետ կամ գիտությունը դարձրել ենք օրակարգային հարց, որը մասին վկայում է մենակ թեկուզ միայն հրապարակությունների աճը, հա, որոնք արդեն հազարավորներ են։ Դա եղել է իրականում շատ ակտիվ, ինտենսիվ աշխատանքի արդյունք։ Հարյուրավոր ժամեր են ծախսվել այդ կոնսոլիդացիան կազմակերպելու համար, ասենք Տիգրանը, Գևորգը, որ այսպես ասեցին, կամ մեդիաների հետ գրագետ աշխատանքը կազմակերպելու համար։ Դա իրականում եղել է չափից դուրս ինտենսիվ կազմակերպված աշխատանքի արդյունք է այն մեր ձեռքբերումները, այսպես ասած հեշտությամբ կամ միանգամից կամ սպոնտան չեն եղել ու հետագա անելիքների կոնտեքստում իրականում մենք էլի բավական մեծ
ջանք, ժամանակ շարունակելու ենք ներդնել երկու կարևոր ուղղության մեջ։ Շարունակելու գիտության ոնց ենք ասում, հա, հանրահարչակումը եւ հանրահարչակումը փորձելով իրականում ավելի ինստիտուցիոնալ, այսպես ասած, համակարգային գործիքներ ներդնել, որոնցից մեկը լինելու է այսպես կոչվող գիտության շաբաթ միջոցառումը։ Մենք արդեն պայմանավորվածություն ունենք ոնց որ գիտության կոմիտեի, հա, պատկան մարմիններից հետ համատեղ անելու գիտության շաբաթ համահայկական ապակենտրոնացված միջոցառում բաղկացած իրականում, հա, այդպես ապակենտրոնացված, այսինքն ստեղծելու ենք մեխանիզմը, այն բանաձև է, որ ամեն դպրոց, ամեն մանկապարտեզ, ամեն թանգարան, ամեն ինստիտուտ իրականում մի շաբաթ իր օրակարգում ու միջոցառումներ է ունենալու գիտության հանրայնացման եւ մի խոսքով գիտության շուրջ, գիտության տարբեր ասպեկտների շուրջ կլինի դա ուղղակի ճանաչելի դարձնել կամ հանրայնացնել կամ երեխեքին բերել գիտություն կամ թեկուզ բիզնեսին ծանոթացնել գիտության վերջին նվաճումների հետ։ Սա մեկ, հուսով ենք մյուս տարվանից դա կլինի, այսինքն նպատակն է ունենալ ստարմուս ապակենտրոնացված, բայց ամբողջ Հայաստանի տարածքով, որը տարից տարի իսկապես կբարձրացնի իր մակարդակը, իր կարևորությունն ու իր դերը մեր գիտության զարգացման գործում։ Երկրորդ, իրականում սև ծանր աշխատանք է սպասվելու, ավելի շատ կարծում եմ չերևացող աշխատանք, բայց կարծում եմ մենք բավական էներգիա ու ժամանակ ենք շարունակելու ներդնել հասկանալու ինչպիսին պիտի լինի մեր նորարարական ինովացիոն համակարգը, աշխատելու համ պատգամավորների հետ, համ հետազոտություններ կատարելու, որովհետեւ այսպես ասեմ, վինցիկ առ վինցիկ, հա, փոքր փոփոխություն առ փոքր փոփոխություն մենք հասնենք մեր այդ կարևոր վերջնական նպատակին, որ ունենանք համակարգ, որի մուտքում կան ձևակերպված խնդիրներ, ելքում դուրս են գալիս լուծումներ, որոնք անդրադառնում են բոլորիս կենցաղի կամ իրականում վերաբերվելու են բոլորիս։ Կարծում եմ ելի շարունակելու եմ մեր առաջնահերթությունները մնալ այս երկուսը, հանրայնացում եւ իհարկե համակարգի կայացում, ու նշեցի ոնց որ ինչ քայլ ենք անելու ես։ Գուցե Տիգրանն կամ Գևորգը ավելացնել կուզեք գիտուժի անելիքների մասով ինչ-որ մեկը։ Ես կարծում եմ դեռ ավելի մանրամասն խոսանք համակարգի մասին պանելային քննարկմանը, կարանք հիմա Արտավազդ արդյոք Հայաստանի գիտական էկոհամակարգը պոտենցիալ ունի դառնալու մրցակցային, հա, ինչ ես կարծում, իրոք այդ պոտենցիալը կա թե չէ, որ մենք մրցելու ենք բազմաթիվ մեծ երկրների հետ ու այսօր կա այսպես ինտենսիվ մրցավազք այդ ուղղությամբ, այ երևի հենց հիմա Չինաստանում նման կոնֆերանսում մասնակցում են 10,000 մարդ, Չինուշ կոնֆերանսին ինչ պոտենցիալ մենք ունենք, որ իրոք մենք կարողանանք հասնել առավելության, դառնալ մրցակցային։ Սուպեր համակարգից սկսեմ, որ նոր պարոն Արշակյանը հայտարարեց, իհարկե շատ լավ է, որ Հայաստանը 64 GPU-անոց համակարգ չէ գնում, բայց որպեսզի հասկանանք այդ ինչա, ասենք GPT-4-ի կամ GPT-5-ի արդեն level-ի մոդելները train անելու համար պետք է լինելու 2000 GPU-անոց համակարգիչ, այսինքն տենց baby steps խոխայի քայլեր են ոնց որ արվում, եթե ուզում ենք իրականում մրցունակ լինենք գիտության ոլորտում, երեք անհրաժեշտություն կա անելու, առաջինը պետք է գիտակցենք, որ գիտությունը կարևոր է Հայաստանի համար, գիտակցությունը ցավոք դեռ չենք տեսնում ոչ իշխանության անդամների կողմից, ոչ հասարակության, ոչ բիզնեսի, շատ բարձր հայտարարություններ արվում, բայց պրակտիկ քայլերը քիչ են ասողությամբ։ Գիտակցումը առաջի քայլն է, երկրորդը պետք է էկոհամակարգն ու ռազմավարությունը ձևավորվի ու այդտեղ պետք է ներգրաված լինեն եւ գիտնականները եւ մասնավոր սեկտորը եւ պետական սեկտորը ու այդ համակարգը ձևավորելուց հետո պետք է ռազմավարությունը լինի, թե ինչ են անում, որ ոլորտների վրա ենք շեշտադրում անում ու երրորդը արդեն ռեսուրսների ալոկացիան GDP տեսանկյունից թիվը որ հնչեց Իրանի դեպքում 0.75% ոնց որ Թուրքիայի դեպքում 1%, պետք է նայել Իսրայելին, իրաց մոտ
Եթե չեմ սխալվում 4.5% արդեն։ Իսկ հիմա այդ պետք է ալի մեր target-ը ընդհանրապես ոչ միայն գիտահետազոտական ոլորտին, պետք է համախառն ներքին արդյունքի առնվազն 5% տրամադրել, որպեսզի մեր բոլոր գոյաբանական հարցերը պատասխանը ստանանք։ Սկսած պաշտպանության ոլորտից, վերջացրած տնտեսության զարգացմամբ եւ այլն։ Դա հակառակ դեպքում ոչ միայն չին ուժին ենք պարտվելու, այլև ազերի ուժին, թուրք ուժին, ռուս ուժին, վրացի ուժին, այտենց անմիջական մնացած բոլոր մրցակիցներին։ Մերսի։ Արամ նախորդ պանելային քննարկմանը շատ խոսվեց պետության դերի մասին, կուզեմ մեկ անգամ եւս անդրադառնալ գիտուժի տեսանկյունից, այ որն է գիտուժի պահանջը պետությունից եւ մեկ անգամ եւս ընդգծենք այ ավելի կոնկրետ ինչ է գիտուժը ուզում պետությունից։ Պարզ ասած, արտավազդի ասած այդ բեբին, որը baby step-եր է անում, այդ երեխային, որ առաջին քայլերն անում, ծնողներ են պետք։ Ինքը դեռ ի վիճակի չի ինքնուրույն ապրել։ Եվ եթե պետությունը ասում է, ես գործ չունեմ, սա այդ հասարակություն չան գնացեք այդ երեխուն մեծացրեք, այդ երեխան չի մեծանա, այդ երեխան սովից չեմ ուզում ասեմ ինչ կլինի, տխուր պատմություն կլինի։ Լավ բան չի լինի մի խոսքով։ Եվ մենք անընդհատ պետությանը դա ենք ասում, ասում ենք ժողովուրդ ջան, մեր պարագայում անգամ եթե մենք Հայաստանում խորհրդային տարիներից ժառանգած գիտությունը պահպանած լինեինք, որը չի եղել ցավոք, եւ հիմա չանդրադառնանք ինչու։ Այսօր պետությունը պետք է շատ մեծ դեր ստանձներ այդ գիտությունը առաջ տանելու համար, որովհետեւ չկա որևէ կառույց Հայաստանում բացի պետությունից, որ դա ի վիճակի անի։ Շատ բարձ պատասխան կա այդ հարցին։ Ինչու՞ին չկա։ Միայն մի ցանկացած երկրում կա մի մեծ կառույց, որը հենց պետությունն է, որը կարող է ստանձնել պատասխանատվություն իր մարմնի ամենակարևոր օրգանի համար, որը պետության ապագայի ստեղծումն է։ Բառից բուն իմաստով։ Այսօր աշխարհը այնպես է աշխատում, որ հասարակությունների ապագան ստեղծում են մարդիկ, որոնք ունեն այդ կարողությունը ապագա ձևավորելու եւ այդ կարողության հիմքում ընկած է հետազոտական աշխատանքը, ընկած է նոր բան ստեղծելու կարողությունը, ընկած է նոր երևույթներ բացահայտելու եւ դրանք հասարակության նպատակներին ծառայեցնելու ունակությունը։ Եվ եթե դրան տեր չկանգնի մեկը, այլ դա բաշխվի բոլորի միջև, կլինի ռուսների ասած «Ուսի меня не дитя без глаза»։ Չի ստացվի։ Չի լինի դա։ Երբ որ մենք այդ գերլիբերալ մոտեցումը անդադ հրճակում ենք, որ եկեք ազատություններ տանք, համակարգ ստեղծենք, միջավայր ստեղծենք, եւ այդ միջավայրի մեջ ինքներեն կա, երեխան կաճի, չի աճի։ Այդ երեխային լիքը բան է պետք, որ ինքը կարողանա դա անի։ Ու մենք դա ենք պնդում, մենք ասում ենք, դա պետք է ստեղծվի, որտեղ դա չկա։ Դրա կտորները, բեկորները կան, այդ բեկորները պետք չի ապամոնտաժել, ոչնչացնել, անտեսել, չկարևորել, դրանք շատ կարևոր են, դրանք կան, երեխան կենդանի է, փառքաստոր շնչում է, իրեն պետք է հնարավորություն տալ, ոչ թե իրենց ձեռքերը, ոտքերը, գլուխը կտրել, տեղը նողը կարել, այլ իրեն հնարավորություն տալ աճել, զարգանալ, բարելավել, սովորել եւ իր տեղը գտնել այսօրվա բարդ աշխարհի մեջ, որտեղ այդ երեխայի շուրջ բոլորը ռումբեր են պայթում, այդ երեխայի շուրջ բոլորը մեծ մրցակցություն է, վաղը իր կտոր հացի համար ինքը պայքարելու է։ Եվ այդ երեխան մեր ընդհանուր երեխան է, բայց իրեն ծնողներ են պետք։ Եվ այդ ծնողի զգացողությունն ենք մենք ուզում պարտադրենք այն մարդկանց, որոնք այսօր որոշումներ են կայացնում, բայց ընդհանրապես դարձնենք դա մտածողության մաս, պետական մտածողության մաս, որ Հայաստանի պետությունը կարևորում է գիտական, գիտահետազոտական համակարգը որպես իր գոյության հիմք, առանց որի ինքը վերածվում է 4-րդ, 5-րդ աշխարհի հետամնաց տկար երկրի, որը չունի ապագա։ Չունի ապագա նաև այն պատճառով, որ այս տարածաշրջանում նման երկիր չի կարող գոյություն ունենալ, ուղղակի չի լինի, կվերջանա, այդ պրոյեկտը կփակվի, որովհետև կան մարդիկ, որոնք մեծ հավակնություններ ունեն այս տարածաշրջանի հետ կապված, եւ մենք այստեղ չենք կարող տեր լինել, եթե մենք չունենանք այն, ինչի շնորհիվ մենք այստեղ տեր ենք, եւ այդ այնը ոչ թե ապրելն է տղյակ կառուցելը շուտ բոլորը պատեր սարքելով ասել է ես եմ, այսքան է կարողացա անել, այդ այն է ընդհանրային
ընդհանուր համայնքային արժեք ունենալն է, որը բացարձակ արժեք է, որից վեր որևէ արժեք չկա։ Եվ այսօր աշխարհում այդ բացարձակ արժեքը վաղվա քո ապագան գիտակցաբար կառուցելու կարողությունն է, որը գալիս է գիտությունից։ Շատ բարձ տրամաբանություն է, որ մենք ուզում ենք, որ պետությունը ընկալի եւ հասկանա։ Շնորհակալություն, խոսեցինք գիտության դերի մասին, եկեք փորձենք նաև այսպես կետերը կպցնել իրար ու հասկանալ ինչպես կարող է գիտությունը լուծել երկրի առջև ծառացած ռազմավարական խնդիրները ու նաև շատ են խոսում գիտության չափելության մասին, այսպես շատ ասում են, որ ավելի առաջնահերթություններ կա, ավելի առաջնային ինչ-որ բաներ կա, ավելի չափելի պրոցեսներ կա, որոնք ավելի հստակ կարող ենք արդյունքները չափել, եկեք ավելի շատ ուշադրություն դարձնենք իրենց, իսկ գիտությունը որոշ չափով այսպես կարող է անչափելի թվալ եւ հարց առաջին ռազմավարական նպատակներին ինչպես կարող է գիտությունը օգնել եւ ինչպես կարող են այսպես ասած հասարակ քաղաքացիները ուսուցիչը, ֆինանսական համակարգում աշխատողը, ինչպես կարող են իրենց մաշկի վրա զգալ գիտության զարգացում, այս բացարձ բոլորին ով ցանկանում է կարող պատասխանել։ Ես ուզում եմ մի հատ պարզ գաղափարից սկսենք, կներեք էլի պարզությանս համար, այս որ sense բան կքննարկեմ, բայց մենք ասում ենք ռազմավարություն, ես փորձել եմ շատ անգամ, շատերը կոնկրետ ռազմավարության բառի սահմանումը ճիշտ չեն ընկալում, կներեք, մի հատ ասեմ էլի, ասենք ռազմավարությունը, իդեպ կարող եք հետո ինտերնետում էլի մի հատ նայել, ռազմավարությունը նպատակներին հասնելու լավագույն ճանապարհն է հաշվի առած ռեսուրսները, ինչ որ ժամանակային հատվածում, այսինքն մի քանի պարամետր կա՝ նպատակ, ռեսուրս եւ ժամկետայնություն։ Այսինքն այս baby քայլերից որ խոսում ենք, հարցը ինչումն է, կախված նրանից թե ինչ նպատակ ունես, հարցը թե ինչ ռեսուրս ներդնես ու ինչ ժամանակում, այսինքն եթե պետք է արագ անել դա, շատ դեպքերում դա կարող ավելի թանկ նստի, որ մենք այսօր մեր անվտանգությունը ապահովենք։ Այսինքն օրինակ կարող պետք լինի ավելի շատ ներարկել, որը ռիսկային է ռեսուրսների տեսանկյունից, այսինքն, բայց քանի որ ժամկետի խնդիր ունենք, այսինքն եթե գիտակցվեր, որ մենք ունենք վտանգ, ու այդ վտանգի համար անհրաժեշտ է ռազմարդյունաբերությունը զարգացնել ինչ որ եղանակով, շատ ավելի ագրեսիվ ներդրումներ պետք է արվեր։ Այսինքն, sense մի հատ այդ ռազմավարությունը, որ ընկալում ենք, ես խնդրում եմ բոլորին այստեղից, որ պետք է չհանդուրժել ոչ ռազմավարական, ոչ նպատակային գործունեությունը, պետք է ամեն առիթով պահանջել համակարգվածություն, որովհետև տեղային լուծումներով կործանվում ենք։ Չգիտեմ, էլ ուր պետք է հասնի, որ դա գիտակցենք, բայց ոնց որ տենց է։ Հիմա ոնց անենք հիմա այդ ռազմավարությունը, որը կա ցավոք սրտի արդեն թույլ է, որովհետև տակը ռեսուրսներ դրված չի։ Ցավոք սրտի, ինքը տենց ցանկությունների մի հատ գիրք է։ Հիմա ենթադրենք տենց է։ Այսօր տենց բան են գրել ցանկություններ։ Արդեն իսկ լավ չի։ Հիմա բայց ցանկալի է ջանք դնել դա սահմանել եւ համապատասխան առաջնահերթություն տալ ռեսուրսների բաշխման ժամանակ եւ իրականացնել թե ռեսուրսների ներդրումը, թե համապատասխան պրոյեկտների նախագծումը, իրականացումը, որը կծառայի այդ կետին հասնելու համար։ Հիմա դա անելու համար պետք են բոլոր տարբեր գերատեսչությունների համատեղ աշխատանքը, որը թե էկոնոմիկայի նախարարության, թե ԲՏԱ-ի, թե կրթության, թե մնացած բոլոր գերատեսչությունների, որովհետև սկսած առողջապահությունից վերջացրած անվտանգության բոլորից առնչվում է։ Մենք ոնց որ այնքան խնդիրներ ունենք նույն առողջապահության հենց ոլորտում, որը առնչվում է հենց որտեղ որ մենք ցավոք սրտի այդ բաներով, ռեյտինգներով առաջատար ենք, որտեղ կարելի է այդ ուղղությամբ ներդրումներ անել, նույն անվտանգային համակարգ 16 թվականից ասում ենք ԱՏԶՄ-ի շրջանակներում անընդհատ խոսել ենք, ցույց ենք տվել այն տեխնոլոգիաները, որտեղ որ պետք է ներդրումներ անի եւ դա արվում է գիտության եւ տեխնոլոգիական համայնքի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Եվ դա բոլորս կզգայինք։ Նույնիսկ կարող է չգիտակցեին բոլորը, բայց եթե դա ճիշտ ժամանակին արվեր, նույնիսկ այն չափի ներդրումներ, որ հիմա են արվում 5 տարի առաջ արվեր, արդյունքը այլ կլներ։ Ստեղից գալիս է այն, որ մենք պետք է շտապենք եւ այդ ներդրումները անենք հնարավորինս շուտ։ Պետք է շտապենք, որպեսզի այդ նպատակները սահմանենք հնարավորինս շուտ։ Ու դրանից հետո չի կարող արդյունք չլիներ
աշխարհը ունի հստակ բազմաթիվ հարյուրավոր օրինակներ, թե ինչպես է գիտական համակարգի զարգացումը բարելավել մարդկանց կյանքը, ինչպես է երկրների անվտանգությունը ապահովել դրա շնորհիվ եւ դա անհնար է չզգալ, չտեսնել։ Կարող է չգիտակցեն, մտածեն տենց է պետքա լիներ, բայց մենք գոնե այն մարդիկ, ովքեր որ դա տեսնում են եւ հասկանում են, պետք է պահանջենք եւ ռեսուրսները ճիշտ պետք է ներդրվեն։ Այն 150% աճը, որ ասում է 0-ի վրա 150%-ը լավ չի։ Հիմա շատ ցածր է եղել այդ ֆինանսավորումը։ Նույնիսկ հիմա գիտնականի աշխատավարձը ցավոք սրտի չես կարող համեմատել ոնց որ մրցակցային չի դեռ շատ ոլորտների հետ։ Դրա համար մենք քառապատիկ ոնց որ ուզում ենք որ բյուջեն ավելանար, այլ ոչ թե 150%-ով։ Դրա համար դեռ շատ տեղ կա եւ դեռ շատ գործ կա անելու եւ ամենակարևորը նպատակների սահմանման խնդիր ունենք։ Այդ ռազմավարությունը դեռ տենց ինչ որ թույլ գործիք է ցավոք սրտի այս պահին։ Ես ուղղակի մի փոքր լրացնեմ, այդ ավելացումը, որի մասին խոսում է 150%, հա, իրականում ինքը բացարձակի մասին է խոսում, այսինքն եթե նայենք հնայի հարաբերակցությամբ, դե փոփոխությունը շատ չնչին է, այսինքն մոտ 0.2-ից կամ 0.25-ից հասել է 0.3, այսինքն մեկը փոփոխությունը շատ փոքր է, էլի։ Հա, ուղղակի ոնց որ տնտեսությունն է զարգացել, որը շատ լավ է, բայց ասեմ այդ 150-ը 2.5 անգամ բացարձակ արժեքի մասին։ Նանջան, քո հարցի մեջ կոմպոնենտ կար, թե ինչպես կարող է, հա, ուսուցիչը կամ բժիշկը զգալ գիտության զարգացման, չէ, հետևանքն է։ Այստեղ մի հատ ուղղակի կարճ ակնարկ ուզում եմ, այսպես ասած, ապա միստիֆիկացնեմ, էլի, թե ինչ է իրանից գիտությունը ներկայացնում, ու գիտություն ասելով գիտության զարգացում հեշտ պարադատից չի ընդունել, որ մենք էսը բայրակտարներ ենք ունենալու կամ հաջորդ պանդեմիայի ժամանակ ոնց որ միանգամից մոտ բան ենք սարքելու, վակցինա ենք սարքելու։ Երկու պարզ օրինակ բերեմ իրականում ավելի շոշափելի դարձնելու, հա, նաև այդ գիտության արդյունքը։ Օրինակ ես որ շփվում եմ մեր ինստիտուտների տնօրենների հետ, իրենք պատմեցին, այս պատմությունները շատ հետաքրքիր են։ Մեր չգիտեմ որ մարզում, Շիրակի թե վայ Տավուշի թե լորի, բայց մենք ունենք լուրջ խնդիր, օրինակ չորացող անտառների։ Չորացող ինչ որ մի հատ, չգիտեմ ինչ հիվանդություն ենք է։ Անտառները չորանում են։ Այդ խնդրի լուծման համար կառավարությունը առաջում է մոտեցել։ Մեր Սարգսյանի ինստիտուտի ոնց է Կենտրոնաբանության այո ինստիտուտին։ Երկրորդ օրինակը բերեմ, էլի շատ հետաքրքիր պատմություններ, երևի կարելի է կինո նկարել դրա մասին։ Քոբարի կիրճում, չգիտեմ, մի քանի տարի առաջ արտակարգ իրավիճակների նախարարությունն է զգացել, որ սպասում է մեծ սողանք։ Մի քանի տարի առաջ մենք ունեցանք, չէ՞, սողանք, որ երկու հատ կամազ մնաց տակը, զոհեր եղան, դրա ավելի մեծ մասշտաբային ոնց որ բանն է սպասում մեզ, եթե միջոցառումներ չձեռնարկվեն։ Էլի ում է մոտենում արտակարգ իրավիճակների նախարարությունը, Երկրաբանության ինստիտուտին, ովքեր գիտականորեն հիմնավորված, հաշվարկված, հիմնված իրանց այդ ամբողջ գիտելիքի պատկերացումի վրա, թե ոնց է այդ process-ը երկրաբանական process-ները տեղի ունենում, ոնց ասեմ, գծում լուծումը դնում են սեղանին, որը իրացվում է, իրականացվում է։ Հիմա այդ Քոբարի կիրճը կամ երկաթուղին, որ սողանքի պատճառով չպլվեց, այդ բոլոր ուսուցիչներին ու հաշվապահներին է վերաբերում, չէ՞, ու գոնե ովքեր ճամփորդում կամ Վրաստան էին գնալու։ Ուզում ասեմ, նման օրինակներ իրականում բազմաթիվ են լինելու, որոնք անմիջականորեն առնչվելու են բոլորիս։ Գևորգը շատ ճիշտ նկատեց, ուղղակի դրանք մեզ մասը կարող է չնկատվեն, ու մենք ընդունենք դրանք որպես գրանտի տրված կամ որ այդպես է պիտի լիներ։ Բայց իրականում Բարդարիչի անպայման Նոբելյան մրցանակակիրներ անընդհատ դուրս բերել գիտական լուծումները իրականում շատ ավելի համատարած մտնելու են մեր կյանքի տարբեր ասպեկտներ, մեծ, կարող է ոչ ամենամեծ, բայց շատ կարևոր, անընդհատ։ Եթե թույլ տաս մի բան ավելացնեմ, մի կարևոր ասպեկտ կա դրան, օրինակ ես վերջերս խանութում բավականին թանկ 3000 դրամ էր։ Այսպեսի տուփ եմ գնել, փոշի է, որը պիտի որ օգնի մաքրել լողասենյակում այդ բաների վրա, սարքերի բաների վրա, կերամիկա վրա կուտակված աղային շերտը։ Չօգնեց։ Բայց ինքը ստեղծվել է Հայաստանում, մշակվել է Հայաստանում, մեր հետազոտական աշխատանքի արդյունքն է, եւ ես շատ պարծենում եմ դրանով։ Անկամ եթե ես տեսա որ շատ չօգնեց,
Ես շատ ուրախ եմ որպես հայ, որպես այս երկրում ապրող մարդ, ես սկսում եմ ողջևորվել նրանից, որ Հայաստանում ինչ-որ բաներ են ստեղծում։ Գիտեք, դա անչափ ողջևորիչ է։ Մարդկանց ընդհանուր հոգեվիճակին աջակցելու տեսակետից, մարդկանց այդ կյանքի դրայվը ապրելու տեսակետից, ապրելու ցանկություն ապրելու տեսակետից, երբ որ քո երկրում, քո նմանների մեջ ստեղծում են ինչ-որ բաներ, որոնք գալիս են մտնում են քո կյանք եւ դրանք ոչ թե Ամերիկայում են արվել, Ֆրանսիա։ Ժամանակին հիշում եք մի ընկերություն կար Armphone էր սարքել։ Հա դե Չինաստանում սարքած բաներ վրան հայերեն տառեր էին գցրել, բայց անգամ դա մեզ շատ ողջևորեց։ Այդ բանի համար մեզ համար դա նորություն էր, որ իրենք ոնց որ փորձում են իրենց անվան տակ հայկական ինչ-որ Անում բան չեն կներեք էլի, բայց Apple-ն էլ նույն բանը անում, Չինաստանում դեռ սարդում որ Apple-ը կա։ Ահա, ուզում ասեմ այդ բաները շատ ողջևորում են, գիտությունը նաև ինքը այդ կարևոր դերն է կատարում, բայց նաև մի դեր էլ կա, որը մենք բոլորս կզանք մեր վրա։ Դա մեր երեխաների սերը դեպի սովորելը, որովհետև դա էլ է գալիս գիտությունը կարևորելուց, որովհետև գիտության կարևորումը գալիս է գիտելիքի կարևորում, բերում է գիտելիքի կարևորումը, գիտելիքի կարևորումը որպես ստեղծարար մտածողություն կիրառելը քո կյանքում, գիտելիքը որպես ստեղծելու հիմք դարձները քո կյանքում։ Իսկ դա կբերի նրան, որ մեր երիտասարդները սկսեն մի քիչ հետաքրքրվել հոգեբանությամբ եւ տղաները կդադարեն աշկեքին տանջել։ Ես աշկեքը կդադարեն տղաներին մանիպուլացնել, որովհետեւ շատ բան կփոխվի մեր հասարակության մեջ, երբ որ գիտությունը դառնա համատարած արժեք մեզ համար, իսկ դա անում են, երբ որ գիտությունն է զարգանում, այլ ձև չկա։ Եվ դա շատ սերտորին փոխկապակցված երևույթներ են։ Մեկը մյուսից է բխում։ Շնորհակալություն։ Հարգելի հյուրեր, խոսնակներ, վերջին հարցը այսօրվա մեր պանելի։ Ուրեմն եկեք տեղափոխվենք ապագա 10 տարի հետո 2033 թվական գիտուժի վերջի կոնֆերանս։ Հա, գիտուժի 10-րդ եւ վերջի կոնֆերանս։ Ինչու վերջի, որովհետեւ այդ գիտուժի կարիքը չկա։ Այ խնդրում եմ նկարագրեք այն Հայաստանը, որտեղ գիտուժի կարիքը էլ չկա, գիտուժը իրականացնում է իր վերջի կոնֆերանսը, ինչպես կնկարագրեք այդ Հայաստանը, որն այն ձեր համար։ Նախ հարցը ինքնին շատ հետաքրքիր է, այսինքն հենց Նարեկը երևի այդտեղ մի հատ բան է մեջ ներդնում, ուզում եմ դրա վրա մի բան ոնց որ կենտրոնանամ, որ վերջինը, հա, այսինքն կարելի է մտածել իսկ ինչու, այսինքն մենք չէ, այդ ընդհակառակ վերջինը այն իմաստով, որ մենք ի սկզբանե ձևավորվել ենք, որովհետև կա կարիք։ Մենք ոնց որ որպես հանրային նախաձեռնություն, որը գնալով ընդլայնում է, ինչ որ հավերժ լինելու նպատակ չունենք։ Ընդհակառակը հավերժ լինել նշանակում է մենք լավ չենք աշխատում, այսինքն մենք պետք է այնպես անենք, որպեսզի ինչ որ մի բայի այս խնդիրը իսկապես լուծվի, ոնց որ պետական մոտեցում սկսի դրսևորվել այս ոնց որ հարցի նկատմամբ եւ այն բոլոր կոմպոնենտները, որ այդ համակարգի պետք է ձևավորվեն։ Նույնիսկ եթե ասենք մեզանից, մեր համայնքից ինչ որ մարդիկ, ասենք ինչ որ ենթամասեր, հա, ներգրաված են այդ ամեն ինչի մեջ, այլ կառույցների միջոցով, դա հավանաբար այդպես է կլինի, բայց գիտուժը որպես հենց գիտուժ, ասինքն դրա կարիք այլևս չկա։ Գիտուժին կոպիտ ասած միացել են բոլորը Հայաստանում, հա։ Եթե ոնց որ պատկերացնենք 10 տարի հետո, որ վերջինն է, հա, կուզենք երևի ամփոփենք, որ արդեն հասել ենք այն պահին, որ այս ոնց որ հարթակի կարիքը չկա, այսինքն մենք չենք սահանում որպես հարթակ, որտեղ կարող ենք քննարկել, թե ինչպես պետք է այս խնդիրները լուծվեն, հա, համակարգը ինչպես պետք է ձևավորվի։ Ես կասեի երևի մի քանի տես, չգիտեմ, առաջին հերթին մտքից ինչ գալիս են ցուցանիշներ, որոնք կարևոր են, առանց ինչ որ թվերի դա մեր համար կնշանակի, որ ձևավորվել է այն համակարգը Հայաստանում իր բոլոր կոմպոնենտներով, որը իսկապես կարողանում է լուծել այն խնդիրները, որ մեր երկիրը ունի, եւ այդ պահին եւ կարող է կանխատեսել ինչ խնդիրներ են առաջանալու եւ դրանց սկսել նախապատրաստվել, այդտեղ մասնակցում են եւ պետական մարմիններ, եւ համակարգում կան եւ մասնավոր ընկերություններ,
որոնք ստեղծվել են ակնկալելով այդ պատվերը, հա, այդ խնդիրները, որոնք ինչ որ ձև բարձրաձայնվել են, հա, պետության կողմից եւ նաեւ այդ ամեն ինչի շնորհիվ, որ մեր խնդիրները լուծելով մենք կարողացել ենք ստեղծել ինչ որ տեխնոլոգիաներով product-ներ, որոնք հավանաբար նաեւ կիրառություններ ունեն այլ տեղերում, մենք կարողանում ենք դրանք արտահանել եւ մեր տնտեսությունը զարգացնել եւ նաեւ ստեղծել ինչ որ փող կապակցվածություն աշխարհի հետ, հա, այսինքն ինքը միակողմանի չի, որ մենք երբ որ ինչ որ մեզ պետք է մենակ ներկրում ենք եւ երբ ուզենան կարող են ասել մեզ ոչ, հա, էլ չենք տալիս, այլ այսինքն կլինի արդեն փող կապակցվածություն, երբ որ մեզ չեն կարող ամենտեղ հեշտությամբ ասել ոչ, որովհետեւ մենք էլ չենք իրանց վաճառի, հա։ Սա այտենց որակական, քանակական կարելի է ասել երևի, որ ասենք էլի մենք ցանկանանք վերադառնալ այդ top 5 երկրների շարքը, որտեղ եղել ենք, եթե չհաշվենք, որ եղել ենք բանը կայսրության մաս, հա, եթե առանձին մի բան նայենք, որոնք իրենց հնայի քանի տոկոսն են ներդրում գիտության եւ տեխնոլոգիաների մեջ, դա այս բանին ամենաբարձր թիվը 5%-ն է Իսրայելի մոտ, իրենց հաջորդ եթե ճիշտ եմ հիշում Հարավային Կորեան է, եւ իհարկե բարձր գիտնականների քանակով, հա, հասել ենք այլ նույնպես, բայց այս ամեն ինչը զուտ թվային է, սա պետք է հասկանալ, որ մեզ շատ կարևոր է, որ առաջին հերթին այս էկոհամակարգը ձևավորվի մեր խնդիրների շուրջ, հա, մեր պետության խնդիրների շուրջ, որտեղ այդպես նաեւ մենք մրցունակ կլինենք արտասահմանում այն ամեն ինչով ինչ ստեղծում ենք եւ կարողանանք վաճառել։ Ի սկզբանե թիրախավորելով դրսի խնդիրները, մենք ոչ մրցակցային ոչ լավ վիճակում ենք գտնվում։ Ես ճիշտ ասած 10 տարի հետո պատկերացրեցի եւ 10 տարի 10-րդ ոնց որ համաժողովն է տոնում ենք 10-ամյակը, երբ կառավարությունը գիտակցել է եւ ոնց որ որոշել է, որ պետքա գիտության մեջ ներդրումներ անի, համակարգը ստարտը տվե համակարգի ձևավորման, հասկացել է, որ պետքա գիտնականը պատշաճ ձևով վարձատրվի, համակարգ ունենա որտեղ որ ստեղծի եւ մենք նշում ենք դրա 10-ամյակը։ Տենց ու այդ ժամանակ արդեն տեսել ենք, որ համակարգը գործում է, տալիս է իր պտուղները եւ Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը առնվազն 8 անգամ աճել է։ Կարող եք բացել ինտերնետ իմանալ հնան ինչքան է 8-ը լավ է լինելու։ Եվ մենք տոնում ենք դա։ Եվ եթե այսօր չանենք 10 տարի հետո չենք ունենալու առնվազն էլի 1 տարի ուշանալու ենք եւ այդ ամեն ինչը իրատեսական չի լինելու։ Դրա համար այսօր է պետք գործել 10 տարի հետո այդ ամեն ինչը տեսնելու համար։ Գիտությունը այդ ասում է ներդրում ենք արել, մյուս տարի արդյունք ենք ուզում տեսնենք։ Ես ճիշտ ասած մի քիչ բան եմ վերաբերվում այդ մոտեցմանը, գիտությունը դա երկարատև ներդրումներ են եւ 1 տարում ցած արագ կարող է ինչ որ արդյունք լինի, բայց միանգամից արդյունք արձանագրելը իրատեսական չի։ Այսօր ներդրում ենք անում, որ առնվազն 10 տարի հետո արդեն ավելի լուրջ արդյունքներ ունենանք։ Եվ վստահեցնում եմ, որ այդ ներդրումները եթե ճիշտ արվեն, մենք ունենք էլի օրինակներ տեսել ենք, որ թե մեր անվտանգության խնդիրները կարող ենք լուծել, թե մեր սուվերենությունը, որ այսօր տենց անընդհատ ընդգծվում է, պաշտպանենք եւ 10 տարի հետո տոն եմ պատկերացնում։ Արանդո։ Եվի պատկերացնելու առումով ավելացնելու բան չունեմ, ուղղակի մի նշում անեմ, այսօր գիտուժի վերջին կոնֆերանսը կլինի ոչ թե 10 տարի հետո, այլ ավելի շուտ։ Ոստեղ մի հատ նշում, ի սկզբանե մենք գիտուժով քննարկել ենք, որ երբ է գալու, ինչքան շուտ է գալու այն բանը, որ մենք իսկապես չլինենք, որովհետև այդտեղ կարևոր մի նյուանս արժի հասկանալ, ես գիտեմ որ շատ է հասկանում, բայց գիտեմ որ նաև որոշ մարդկանց հարցեր կա, գիտուժը ակտիվ մանավանդ անդամներ է, դա մենք ոչ ՀԿ ենք, ոչ ինչ որ ակտիվիստներ ենք, ոչ ինչ որ պահանջ ունենք այս գիտուժումներում, դա պետքի ու անհրաժեշտության զգացումից է եղել, ու մենք երևի ինչ որտեղ նույնիսկ ուրախ կլինենք, չէ՞ որ արդեն հասածնենք, որ չլինենք։ Այս շատ կարևոր իրականում նկատառում է։ Այո, մենք ուզում ենք, որ էլ չլինենք ու հուսամ թե կլինի ավելի շուտ, քան 10 տարի։ Արտավազդ Արտավազդ ջան։
Դեպքում ես մի քիչ ավելացնեմ, դե առաջինը այդ ժամանակ արդեն մեր Լիլիթը իր համար ավելի լավ ու ավելի կարևոր աշխատանք կգտնի Հայաստանում։ Այնպես որ երբ որ մենք գիտուժը փակենք ինքը ավելի կարևոր գործերով կարողանա զբաղվել, ճանաչ սրանից ավելի կարևոր գործ մի քիչ դժվար եմ պատկերացնում, բայց նաև ես կարծում եմ, որ մենք կարող ենք ուղղակի տեսնելով թե ինչ փոխվեց այս 2 տարիների ընթացքում, ինչ մենք ակտիվ փորձում ենք ազդեցություն ունենալ հասարակությունում, փոխվել է այն, որ մենք որպես հասարակություն սկսել ենք վերագնահատել, թե մենք ով ենք։ Այդ ինքնության զգացողության մասերն են սկսել վերաձևակերպվել։ Եվ կարծում եմ, որ ամենակարևոր արդյունքը, որը մենք ունենանք, դա ինքնության վերընկալումն է, որտեղ մեր հայի ինքնության բաղադրիչը բոլոր դարերում եղել է ամեն դեպքում իրենց տարածաշրջան, որտեղ ժամանակին ասենք այն հին տարիներին չի եղել գլոբալ աշխարհ, բայց այն աշխարհում, որ հայերը տեսել են, իրենք միշտ եղել են գիտելիքի առաջնորդ։ Իրենք միշտ եղել են այն դերի մեջ են իրենց տեսել, որ եթե կան շրջապատում մարդիկ, իրենք այդ մարդկանցից ավելի շատ բան պետք է իմանան։ Հայը չի հանդուրժել, որ ինքը լինի մի տեսակ, որը պիտի մնացածներից կախված լինի իր գիտելիքը ձևավորելու տեսակետից, իր պատկերացումները աշխարհի մասին ձևավորելու տեսակետից։ Ինքը սովորել է միշտ բոլորից։ Մենք այդ տեսակետից բաց ենք եղել դեպի աշխարհ։ Լիքը թարգմաններ ենք։ Մեզ մոտ թարգմանիչները սրբադասված են։ Սուրբ թարգմանիչները, որոնք ստեղծել են մեր աշխարհը, այսօրվա հայի տեսակը իրենք են ձևավորել ժամանակին։ Բայց հիմա մենք հայտնվել ենք այն վիճակում, որ մենք այդ ինքնության կարևոր բաղադրիչը կորցրել ենք եւ դրա վերգտնելն է կարևոր։ Եվ կարծում եմ, այս գիտուժի խորը գաղափարը այն է, որ մենք ուզում ենք, մենք սիրում ենք այդ տեսակի հային։ Եվ մենք բոլորս այդ հայրենասիրությունը այդպես ենք ընկալում։ Մենք ընկալում ենք հայրենասիրություն, մենք ուզում ենք սիրենք այդ Հայաստանը, այդ հայերին, այդ հայկական վիճակ, երբ որ մենք բոլորս կրթված, խելոք, զարգացած, բաց, մտածող, այդ տեսակի մարդկանց սիրող, այդ տեսակի մարդկանց մեծարող, այդ տեսակ առաջ տանող, մեր երեխեքին դրանցով օրինակ բերող տեսակ ենք։ Մենք դա ենք կորցրել։ Այդ դրա վերգտնումը ինձ թվում է առաջին եւ կարևոր արդյունքը կլինի 10 տարի հետո, երբ որ մենք կփակվենք, ես դրա հույսով եմ։ Ես ուղղակի մի բան ուզում եմ ավելացնեմ, չթվա էլի, որ խոսում ենք ինչ-որ փակվելի մասին, դա նշանակում է տենց այս թեմաներով էլ չենք զբաղվելու, հա, այդ նշանակում է, որ այն ֆորմատը, որով որ գիտուժը կա, դրա կարիքը չկա, դա բայց չլինի, հա, այսինքն բայց դա չի նշանակում, որ մեր համայնքի անդամները չեն շարունակելու զբաղվել այս հարցերով, խնդիրներ լուծել, տեխնոլոգիական ընկերություններ հիմնել, ֆինանսավորել, հա, ասենք գիտությունը եւ տարբեր ձևերով մասնակցել ինչ-որ ձևաչափերի համակարգի մասերում, դա ակնհայտ է լինելու է։ Ուղղակի այս մեծ կոնսոլիդացիայով, որի նպատակն է այնպես անել, որպեսզի գիտակցվի այդ համակարգի կարևորությունը եւ այդ համակարգը ձևավորվի, դրա ոնց որ կարիքը չի լինի, հետեւաբար այս ֆորմատի կարիքը չի լինի։ Այո, ինչպես պատասխանեցիք, հարցը իր մեջ ենթադրում էր այն կետը, որ քանի որ կարիքը չկա, այսինքն այդ բոլոր պահանջները եւ այդ բոլոր խնդիրները արդեն լուծված են, համակարգային մոտեցում կա եւ այդ է պատճառը։ Եվ ինչ որ բան Գիտուժի կարիքը կա։ մենք դեռ լինելու այո։ Շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար, հարգելի հյուրեր, գիտուժը նորանկախ Հայաստանի ամենաառանցքային հարցեր բարձրացնող եւ ամենակարևոր եւ ամենաստացված ու նաեւ ընդգրկուն նախաձեռնություններից է, այն նշվեց հարյուրավոր միություններ, կազմակերպություններ միացել են գիտուժին։ Դուք նույնպես կարող եք աջակցել գիտուժին, նույնպես կարող եք միանալ, այցելելով gituj.am կայք եւ միանալ այն հարյուրավոր անձանց, ովքեր հավատում են Հայաստանի զարգացած գիտական էկոհամակարգի կայացմանը։ Շնորհակալություն։ Սիրելի հյուրեր, մենք ունենք 20 րոպեանոց սուրճի ընդմիջում, մեր կամավորները կուղեկցեն ձեզ, հա։
դեպի սուրճ ու խնդրում եմ 20 րոպեից ելի հավաքվենք, որովհետև մենք 15 րոպե հետ ենք մնում օրակարգից։ Շնորհակալ եմ։